Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ մարմնավորում են մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իսկապես իրավիճակը լարված է ու հետաքրքիր։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Հեռուստասերիալում զարգացումներն այնքան լարված ու անկանխատեսելի են դարձել, որ յուրաքանչյուր նոր սերիա ավարտվում է նոր շոկով։ Դիանա Գրիգորյանը պատմությունը հասցրել է մի կետի, որտեղ այլևս ոչ ոք չի կարող վստահ լինել իր հարաբերությունների, ընտանիքի կամ նույնիսկ սեփական անվտանգության վրա։ Սյուժեն աստիճանաբար վերածվում է իրական հոգեբանական պատերազմի, որտեղ բոլորը պայքարում են ոչ միայն միմյանց դեմ, այլ նաև իրենց ներսի ցավերի ու վախերի դեմ։ Լեոյի և Լեայի պատմությունը շարունակում է մնալ սերիալի ամենահուզիչ ու ամենադրամատիկ գիծը։ Նրանք սիրում են իրար, բայց կարծես ամբողջ աշխարհը դեմ է այդ սիրուն։ Հունանի ճնշումը, ընտանիքների թշնամանքը, անցյալի գաղտնիքները, ամեն ինչ խանգարում է նրանց միասին լինելու։ Հունանի համար որպես հայր շրջադարձային էր, երբ իմացավ, որ Լեան Լեոյի հետ հեռացել է։ Բնականաբար նա կորցնում է վերահսկողությունը և սկսում գործել միայն զայրույթով։ Նրա ամբողջ կյանքը կառուցված է վերահսկելու, ղեկավարելու ու մարդկանց վախեցնելու վրա։ Բայց հիմա նա առաջին անգամ իսկապես վախենում է։ Եվ հենց այդ վիճակում էլ նա գնում է Դավիթ պապի տուն։ Այդ տեսարանը շատ կարևոր է ամբողջ սերիալի համար։ Հունանը մտնում է տուն ու սկսում սպառնալ, պահանջելով ասել, թե որտեղ է Լեան։ Նա նույնիսկ սպառնում է ոչնչացնել, եթե չասեն ճշմարտությունը։ Սա արդեն ցույց է տալիս, որ Հունանը կորցնում է սահմանները։ Բայց Դավիթ պապի արձագանքը դառնում է ամբողջ սերիալի ամենաուժեղ պահերից մեկը։ Նա ուղղակի ապտակում է Հունանին։ Այս տեսարանը հեռուստադիտողների համար իսկական շոկ էր, և հեռուստադիտողները հիացմունքով են դիտել այդ տեսարանը, բայց նշենք, որ այս ապտակը պարզապես ֆիզիկական հարված չէր, դա տարիներով կուտակված ցավի, վիրավորանքի ու արժանապատվության պատասխան էր։ Դավիթ պապը կարծես առաջին անգամ բացահայտ ասում է Հունանին, թե ով է նա։ Այդ տեսարանը շատ մեծ նշանակություն ունի նաև հոգեբանական մակարդակում, որովհետև Հունանը սովոր է, որ մարդիկ վախենում են իրենից, բայց հիմա մի մարդ, ով կորցրել է շատ բան իր պատճառով, այլևս չի վախենում։ Դա կարող է դառնալ այն պահը, երբ Հունանի ներսում նույնպես ինչ-որ բան փոխվի կամ հակառակը, նա ավելի դաժան դառնա։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր զարգացում է սպասվում Մանանի ու Գրիշոյի գծում։ Եթե Մանանն իմանա, որ Գրիշոյի հետապնդումն է դարձել այս ամենի պատճառը, հնարավոր է հետ կանգնի, բայց հեռուստադիտողը տեսավ, թե ինչպես է Մանանը խոսում իր ընտանիքի անդամների հետ։ Նա Դավիթին ու Լեոյին մեղադրեց երկերեսանիության մեջ, մեղադրեց այն բանի համար, որ այնինչ կարելի է Լեոյին, իրեն չի կարելի։ Մեղադրեց, որ նրանք համաձայնվել են, որ Լեոն ու Լեան հանդիպեն, բայց իր ու Գրիշոյի սերը մեղք են համարում։ Նա հիշեցրեց, որ նույն Լեայի եղբայրն է կրակել Դավիթի գլխին, և նրանք միայն Մանանին են մեղադրում։ Իհարկե, Դավիթ պապն ունի իր պատասխանը, որովհետև Լեոն Լեային շատ է սիրում և հակառակը։ Մանանը այդ ապացույցները չունի։ Մանանը հավանաբար Գրիշոյի հանդեպ զգում է ոչ թե սեր, այլ լավ ապրելու տարբերակ է։ Լավ ապրելու ձգտումն է ստիպում Մանանին Գրիշոյի կողքին լինել, հասկանալով, որ Գրիշոյի հետ նա երբեք էլ երջանիկ չի լինի, քանի որ հայր ու որդի նույն սանրի կտավն են։ Բայց ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, թե ինչ է սպասվում հետագայում և արդյոք Մանանն ու Գրիշոն միասին երջանիկ լինելու են, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց ամենաինտրիգային սերիաներն են առջևում։ Իննան այս ամբողջ պատմության մեջ մնում է ամենախելացի ու ամենահանգիստ կերպարներից մեկը։ Նա շատ լավ հասկանում է, որ Հունանի գործողությունները կործանում են իրենց ընտանիքը ներսից։ Նրա պահանջն է կամ վերադարձնել խաղաղությունը, կամ կորցնել ընտանիքը,
որը շատ մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ սյուժեի վրա։ Գոյամարտը հիմա արդեն պարզապես ընտանեկան դրամա չէ, սա պատմություն է մարդկանց մասին, ովքեր փորձում են փրկել իրենց սիրելիներին, բայց հաճախ հենց իրենց գործողություններով ավելի մեծ ցավ են պատճառում։ Այստեղ սերը դառնում է վտանգ, ընտանիքը պատերազմ, իսկ ճշմարտությունը ամենավտանգավոր զենքը։ Առաջիկա սերիաներում սպասվում են նոր ծանր զարգացումներ։ Կփրկվի արդյոք Լեան, ինչ վիճակում կլինի Լեոն, այն ամենից հետո կկարողանա Հունանը կանգ առնել և արդյոք Մանանը կհեռանա Գրիշից, թե ոչ։ Մի բան արդեն ակնհայտ է, գոյամարտում սկսվում է այն փուլը, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է փոխել հերոսների ամբողջ կյանքը։ Իսկ մինչ կբացահայտվեն շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանալ միանալ մեր ալիքին։ Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Դե ինչ, սպասում ենք ձեր մեկնաբանություններից։